նորությունները այս պահին ունենք հյուր տաղավարում։ Ես մի անգամից Վինի Թուխին հիշեցի, գիտես, չէ՞։ Ինչ կապ։ Кто ходит в гости по утрам, тот поступает мудро. Ведь если гость пришел с утра, хозяева кричат «Ура!» И մենք հյուր ունենք «Ура!» Այդտենց իհարկե, եթե հյուր է գալիս առավոտը «Ուրա!» Դե այ հիմա ներկայացրի։ Իսկ երբ մեր հյուրի սոցիալական էջն ենք մտնում, ապա այնտեղի բովանդակությունից թվում է, թե զգում ես հացի բույրը, հայկական լեռնաշխարհի խոտաբույսերի հոտը, այնքան պատկերավոր, այնքան տպավորիչ է այն բովանդակությունը, որը ստեղծում է մեր հյուրը, բայց Սուսաննան ինձ սպանում է հենց հիմա, որովհետև ես շատ եմ սիրում համով ուտեսներ, շատ։ Այդ դրա համար էլ այսօր մեր հյուրը գուրման եմ։ Կպատմի, թե ինչ։ Իսկ գուրմանը հայերեն համադամասերն է։ Համադամասեր եմ ես։ Համադամասեր։ Վինի Թուխի նման համադամասեր եմ, այո։ Թույլ կտաս ասեմ։ Իհարկե։ Փեփրոնե Բադալյանն է մեր հյուրը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Այս լավ տրամադրությամբ ձեզ ողջունում ենք մեր տաղավարում եւ ներողություն, որ ես փորձում եմ փարատել իմ հետաքրքրասիրությունը, քանի որ խոսեցինք հայկական ազգային, չխոսեցինք ակնարկեցինք ընդամենը ձեր հետաքրքիր եւ հազվադեպ անունը որտեղից է գալիս։ Համով անունը։ Շատ հազվադեպ հանդիպող։ Իմ տատիկի անունն է Էրզրումցի, իդեպ Փեփրոնե Շիրինյան։ Իմ տատիկն է, շատ հայտնի մանկավար։ Ինքը Էրզրումից է, արմատներով, բայց Ախալցխայում է ծնվել ու շատ հետաքրքիր ընտանիքից է։ Իր անվան կրողն եմ ու շարունակողն եմ նաև ես։ Իսկ ինչ է նշանակում։ Ֆևրոնիա հունական անունն է, որ նշանակում է մաքուր սուրբ։ Այդ Սուրբ Ֆևրոնիա, որ ռուսական սրբերի շարքից կա, այս Փեփրոնենը։ Ընտանիքի հովանավորը։ Իդեպ, երբ մենք քննարկում էինք մեր հյուրի հետ կապված հրավերը, նաև այսպես կես կատակ ասացի, որ մարդու անունը այդպեսին պիտի լինի, որ չհարցնեն որ Փեփրոնեն։ Իհարկե։ Շրջապատում կար։ Ոչ։ Այսօր ամենտեղ միակն եմ եղել համալսարանում, դպրոցում, ոնց որ սովորեն։ Դե շատ լավ է։ Իսկ ինչու լավ, դու միջև եթերը սկսես, դուք ասեցիք ոչ միայն ուտելիքը չէ, ոչ միայն բան, նաև երաժշտություն, բայց ինչու ուտելիք։ Իրականում այդ բլոգի երևի ստեղծման իմաստը այն էր, որ կարանտինի ժամանակ, երբ որ 2020 թվականին բոլորիս քշեցին տներ, ես սկսեցի այն ինչ որ պատրաստում էի ընտանիքիս համար, նաև զուգահեռ աշխատում էի տնից, ինչպես բոլորը, շատերը IT ոլորտում աշխատող, սկսեցի նկարել ու սկսեցի տեղադրել նաև իմ սոցցանցերում, որովհետև ինչ որ ձևով պետք է ստրեսաթափ լինեի ու այդպես ծնվեց բլոգը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր նպատակադրված որոշում են բլոգեր դառնալ, ես այդ մարդկանցից չեմ։ Դա պատահական, լրիվ ինքնաբուխ ստեղծված էջ է, որ մինչև օրս կա, որովհետև ինձ ուղղակի հաճույք է պատճառում հանգստանալ մտավոր աշխատանքից։ Բայց ինչի ստրես։ Օրինակ համար իմ համար այդ երանելիություն։ Այդ ինչ լավ է, որ դու ոչ միտեղ պարտավոր չես գնալ, քեզ ասում են տունը նստի, գիրք կարդա, կինո նայի։ Ես աշխատում էի եւ ունեի երկու փոքրիկ երեխա։ Փոքրիկ երեխեք այդ ժամանակ անցկացրու։ Անցկացնում էինք այդ ժամանակը, բայց մեկը ստրեսային էր։ Պլյուս որ արգելված էր նաեւ, եթե հիշում եք, ճամփորդել։ Հիշում եմ, որ տարբեր ինչ-որ թղթեր պետքա պատրաստեի, նույնիսկ Երևանից մի քիչ դուրս գալու համար, այնպես որ չէ, ստրեսային էր։ Իրոք ստրեսային էր եւ առհասարակ ինձ թվում է հենց նորությունների տեսանկյունից էր ստրեսային։ Այսինքն մենք մենակ մեր կյանքով չենք ստրեսը ապրում, նաեւ շատ կարեւոր է թե ինչպիսի ինֆորմացիոն հոսք է գալիս, ինձ թվում է բոլորի համար անկախ ամեն ինչից թե ինչքան լավ ենք ապրում, մի քիչ ստրեսային էր։ Վաղ կար վարակվելու, հիվանդանալու, ծանր տանելու, այդ լուրերը։ Ինչքան է տարօրինակով մենք երևի մի տարի չհիվանդացանք այդ ընթացքում։ Դուք մի տարի դուրս դուրս չեք եկել։ Չէ, դուրս էին գալիս, բայց մենք չէինք հիվանդանում, դա հրաշալի էր ուղղակի։ Իսկ ամենասիրելի ուտեստը ո՞րն է ձեր։ Չկա այդպեսին, որովհետև կախված է տրամադրությունից, իսկ հիմա հասարակ ես շատ պարզ եմ սնվում իդեպ, որովհետև բացի հիմա
հիմա բացատրեմ, իրականում բացի համեղ պատրաստելուց ես նաև շատ գիտակից ապրելակերպի կողմնակից եմ, այսինքն համեղ մենակ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է օրգանիզմի համար ու ես փորձում եմ համեղ ստանալ շատ սննդարար եւ ճիշտ համադրություններից շատ բանջարեղեն օրինակ օգտագործել միսը ամբողջական այլ ոչ թե ինչ-որ պոլուֆաբրիկատների տեսքով եւ այլն իսկ հիմա առհասարակ իմ ապրելակերպն ու կենսակերպը այնպիսին է որ ես փորձում եմ շատ չբարթացնել ուտելիքը այսինքն պարզ պահել չգիտեմ հավաքել ճիշտ ափսե չգիտեմ ինչքանով եք ծանոթ օրինակ կա առողջ ափսեի կանոնը, որ ափսեի մեջ օրինակ պետքա կեսը լինի բանջարեղեն, բջջանյութ, ինչ որ հատված սպիտակուցներով, ճարպերով, հարուստ, այսինքն որ ամեն ինչ մի սննդի ընդունման ժամանակ դու ստանաս։ Իսկ ափսեի չափսը կապ ունի։ Կարծում եմ ոչ այդքան, հա։ Փոքր վերցնում, որ դե մենք ճապոնացի չենք, որ շատ փոքրիկ ուտենք, չնայած իմ կարծիքով իրանք շատ հետաքրքիր փիլիսոփայություն ունեն առհասարակ սնունդի ընդունման վերաբերյալ սովորական նորմալ հայկական ափսե։ Իսկ կարակ օրինակ բերեք, ինչ պիտի լինի, որ այդ ձեր ասած ամեն ինչը, որը մարդուն պետք է, ուտելիքով ինքը ստանա։ Օրինակ բանջարեղեն ցանկացած։ Դա հասկացան կեսը, իսկ մնացած կեսը։ Օրինակ, չգիտեմ, հավի կրծքամիս կամ ձկան ինչ որ կտոր կամ բուսական, օրինակ սպիտակուցներից, չգիտեմ, սիսեր, էդամամե կամ ոսպ որ շատ իդեպ այդ բոլոր մի հատ sense հետաքրքիր մի բան էլ ասեմ, շատ միֆ կա, որ առողջ սնվելը ինքը թանկ է։ Բայց դա այդպես չի, եթե մի փոքր ստեղծագործական միտք ես ունենում եւ մի քիչ սննդաբանությունից գիտելիքներ ես ունենում, կարելի է շատ բյուջետային, բայց առողջ շարունակել սնվել։ Խորոված։ Խորովածը վատ չի, բայց խորովածը երբ որ պատրաստվում է կրակի վրա, այնտեղ կանցերոգեն նյութեր են առաջանում։ Կրակի վրա։ Կրակի վրա, այո, ճարպի այրումից։ Դա այդպես է, ես դա չեմ հնարել, գիտականորեն ապացուցված է, բայց հանգիստ կարելի է այնպես, երբ որ ասում ենք առողջ, չի նշանակում, որ չպիտ, դա պետքա բացառել։ Առողջ, առհասարակ առողջ մոտեցումը սնունդին, դա նշանակում է, որ դու ստրեսի չես ենթարկում, ինքդ քեզ չես տերորի ենթարկում։ Կա հայտնի 80-20 մեթոդը կամ հարաբերակցության կանոն, այսինքն եթե դու 80%-ով սնվում ես ճիշտ, այն 20%-ը օրինակ ես հանգիստ կարող եմ fast food ուտել, ոչ մի խնդիր չկա, բայց ամեն օր չեմ ուտում fast food։ Տարվա մեջ, ամսվա մեջ կարող է պատահի ու ես դրանից ոչ խիղճս կտանջի, ոչ վատ կզգամ, ոչ կմտածեմ, որ ինչ որ բան պատահեց, այսինքն դա էլ է առողջ մոտեցման դրսևորում։ Դուք ասացիք ճապոնական հողանոցն է բավականին հետաքրքիր փիլիսոփայություն իր մեջ պարունակում, եւ ես ենթադրեցի, կարծում եմ սխալված չեմ լինի, որ ուսումնասիրել եք տարբեր ազգերի հողանոցները։ Հայկականի կոդը հայկական հողանոցի ինչով է տարբերվում եւ որքանով է ի սկզբանե ինքը հենց իր բաղադրատոմսերով առողջարար, ավել բան հորինել պետք չէ։ Առողջական տեսանկյունից ամեն ինչ չի, որ շատ առողջ է։ Խաշը։ Չի ասի, որ անառողջ է, որովհետև դա կոլագենի հրաշալի աղբյուր է, բայց դուք ամեն օր, այո, եւ եթե նկատել եք, սեզոններ կան, օրինակ խաշի սեզոն կա, ինչի են մարդիկ հենց այդ ժամանակ ուտում, որովհետև այդ ժամանակ օրինակ բնության տարբեր բույսեր եւ այլն քչանում են եւ մենք որոշակի սննդանյութերի կամ վիտամինների պակաս ենք ունենում եւ որպեսզի դա լրացվի եւ ել չեմ ասում նաեւ ցուրտ է, պետքա պաշտպանվել, այսինքն մեր օրգանիզմին անհրաժեշտ բաներ Եվ մի հատ շատ կարևոր ֆակտոր կա առհասարակ, որ հիմա մարդիկ մոռանում են, այն ժամանակ մարդիկ շատ ավելի շատ են շարժվել։ Այսինքն, երբ որ դու գնում ես դաշտում, առավոտից երեկո աշխատում ես, 3000 կիլոկալորիա ընդունելը նորմալ է, դա պետք է, դու կմեռնես, եթե չուտես, բայց հիմա հեռուստացույցի առաջ նստել կամ համակարգչի առաջ նստել ու ուտել այդ 3000 կիլոկալորիան, դա բերում է տարբեր առողջական խնդիրների։ Այսինքն կենսակերպը մարդկանց փոխվել է, բայց սննդարարության տեսանկյունից, օրինակ հայկական բաղադրատոմսերում շատ է հատիկ եղենը, բնությունը, բնական, այսինքն բոլոր օգտակար բաները, երևի իսկը բոլոր ազգերի մոտ է այդպես, որովհետև այս կոմերցիոն կամ տարբեր զարգացումների հետ կապված ուտելիքը, վերամշակված ուտելիքը հիմա շատ է։ Իսկ վերամշակում նշանակում է կորցնել
ծննդարարություն, ինչ որ հավելումներ ունենալ, որ մեր օրգանիզմի համար այդքան է լավ չեն, եւ այլն եւ այլն։ Դրա համար ինձ թվում է ցանկացած երկրի խոհանոց, որ մինչեւ 1900-ականներն են եղել, ինձ թվում է քիչ թե շատ պլյուս մինուս մեկը ինչ որ առողջ բաղադրիչ ունեն։ Իհարկե շատ կարևոր է թե ոնց ենք մենք մշակում ուտելիքը, ոնց ենք եփում, ասենք շատ տապակելը կամ ինչ որ խորովածի մասին խոսեցինք, իհարկե լավ է խորովածը, խորովածին չկապնեք։ Ես ինքս շատ Չկապնեք մեծանույս խորովածին, սրբությունը ես շատ եմ սիրում։ Նայեք, դուք հետաքրքիր մի հատ ես նորից Ճապոնիային կգտնեմ։ Իմ համար ես այդ իմ մտախաղացումն է, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ։ Ես օրինակ համար հայկական խոհանոցը համեմատում եմ ճապոնականի հետ, իսկ չինականը վրացականի հետ։ Մի պարզ պատճառով եւ հայկական խոհանոցում եւ ճապոնական խոհանոցում ընդհանրապես դու եթե ինչ որ բան ես պատրաստում ինքը սոուսներով լցված չէ, դու ուտում ես հենց product-ը կոնկրետ նույնն էլ համանունքային տեսանկյունից շատ չի։ նույնն էլ ճապոնական կուխնյանա վերցնում են բրինձ, վերցնում են ձուկ ու այդ սոյայի սոուսն է վերջ։ Այդ դրանով մենք ոնց որ թե իրար նման ենք։ Դրա համար ես շատ եմ սիրում ճապոնական կուխնեմ, չգիտեմ, իսկ չինականը չէ, որտեվ ես նույնը ոնց որ վրացականն է, շատ համով է, բայց դու միշտ ինչ որ սոուսների համն ես փորձում, ոչ թե հենց կոնկրետ այդ մսի կտորի կամ Երևի օրինակ այդ տեսանկյունից չէի մտածել զուգահեռներ տանելու, բայց համաձայն եմ, մենք մեր խոհանոցը բավականին պարզ է։ Այսինքն չի բարթացնում, այ հենց այդ պարզ սնունդի մասին որ խոսում ենք, հա, շատ հավելումներ չի բանան, դու հասկանում ես, որ օրինակ միս ես ուտում, ոչ թե ինչ որ կողքից, չգիտեմ, բաներ։ Միևնույն ժամանակ մի հատ հետաքրքիր բան էլ, որ օրինակ այդ դրա վերաբերյալ ես մտածել եմ, մեզ հայտնի չի ինչպես են սնվել մեր ազնվականները, քանի որ մենք բավականին երկար ժամանակ պետություն չենք ունեցել, ու այն ինչ որ մեզ հասել է, դա չեմ ասեմ գեղչկական, բայց շատ հասարակ, այսինքն հասարակ ժողովրդի ուտելիքներն են։ Վերջերս ազգագրագետ ընկեր ունեմ, ինքը ասաց, որ գիրք կա, որտեղ ներկայացված են արխայական ուտեստներ, հայկական, այսինքն անի, շրջանի եւ այլն։ Ես շատ եմ ուզում այդ գիրքը մի հատ կարդալ, ուսումնասիրել, որովհետև ինձ թվում է շատ հետաքրքիր, շատ է տարբերվում։ Կարծում եմ, հա, որովհետև այսինքն եթե մարդը ֆինանսական խնդիրներ չունի եւ հասանելիություն ունի, ինքը շատ ավելի բազմազան է ստեղծագործական եւ նաեւ պահանջմունքներ եւ քիմքի պահանջներն էլ են այլ ազնվականների ու հասարակ ժողովրդի։ Իսկ այդ գիրքը որտեղ կա։ Պետքա հարցնեք Վահեին Քոթանյանից թվում է։ Դե մենք ստիպված ենք ձեզ հարցնել, իսկ դուք կհարցնեք Վահեին։ Այո, ես կհարցնեմ Իսկ Վահեին։ ինչ օրս հայկական բաղադրատոմսերը որտեղից եք վերցնում եւ արդյոք ադապտացնում եք կամ փոփոխության եք ենթարկում։ Ադապտացվելը բացառված է, որովհետև երբ որ ես սկսեցի շարքը, առաջին անգամ երբ որ սկսեցի հայկական ուտեստներ ներառել բլոգի բովանդակության մեջ, հենց խորագիրը այդպես էր ակոշում էր Արևմտյան Հայաստանի բաղադրատոմսեր, այսինքն հենց վերցնում էի արևմտահայկական բաղադրատոմսեր, հետո իհարկե աշխարհագրությունը մի քիչ մեծացավ, նաև արևելահայկական ուտեստներ ներառեցի, շատ մտածված էր այն իմաստով, որ ոչ մի բան չպետք էր փոխվել, այսինքն ինչպես ես աղբյուրից կարդացի, փորձում եմ եւ նկարագրություն էլի դեպ երբեմն այնքան կծկտուր էր լինում այդ նկարագրությունը, թե ոնց են պատրաստել, որտեվ այդ process-ն էլ է շատ կարևոր, մենակ բաղադրիչները չեն կարևոր ու բավականին հետաքրքիր աշխատանք էր, համ ազգագրագետի աշխատանք էր, համ ուսումնասիրողի, համ խոհարարի, ես խոհարար չեմ, մինչև ընտանիք կազմել բավականին հեռու խոհանոցից մարդ եմ եղել ու այսինքն այդ ընթացքում զարգացած ինչ որ հմտություններ են ու շատ հետաքրքիր աշխատանք էր ինձ համար։ Դրա համար բանի առումով փոփոխությունների կամ ադապտացիաների տեսանկյունից բացարձակ ձեռք չեմ տալիս, ոնց կարդում եմ, այդպես էլ փորձում եմ անել։ Իհարկե լինում են մարդիկ, որ գալիս են օրինակ ինչ որ մեկնաբանություններ են գրում, լավ իմաստով, որ չգիտեմ, տատիկս օրինակ այ այսպիսի մի հատ բաղադրիչներ էլ է ավելացնում։ Ինձ համար դա շատ հետաքրքիր է, որովհետև էլի ամեն մի
տնային տնտեսուհի կամ տարածաշրջանից նույնիսկ կարող է այդ բաղադրատոմսը ինչ որ ձևով փոխվի ու դա բավականին հետաքրքիր աշխատանք է ու քանի որ ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ ինձ շատ հետաքրքիր է նաև այդ գիտական աշխատանքը թե ոնց է ուսումնասիրում գնում ինչ որ գտնում աղբյուրներ հետաքրքիր ինչ որ բաներ ադապտացիաներին ծանոթանում եւ այլն այնպես որ այդ առումով չեն փոփոխում իսկ աղբյուրները շատ տարբեր են սկսած ինտերնետից իդեպ պետքա բողոքեմ ամենտեղ որտեղ որ առիթ լինում է բողոքում եմ որ մեր ազգագրագետները մի քիչ ավելի շատ ինֆորմացիա on-line այդ մասով տան, որովհետև հարցնում ես, ասում հա այս գիրքը կա, այն գիրքը կա, բայց փորձում ես դա on-line գտնել հայերեն, ընդ որում հայերեն, ընդհանրապես հայերեն կոնտենտը շատ հետա, ինձ թվում է անգլերեն եւ ռուսերեն տարբերակներից անհնարին է երբեմն լինում մի նորմալ բան գտնել։ Ու ինչ որտեղ հիմա այս առումով ես համարում եմ, որ կարևոր աշխատանք է ինձ համար բլոգում դա անելը, որովհետեւ ոնց որ առաջանում է ինչ որ digital կամ թվային աղբյուր, որից ինչ որ ուրիշ մարդիկ կարող են արդեն օգտվել, որ դու ինչ որ գրքերից հանես ու արդեն թվային տեսքով, վիզուալ տեսքով դա կարողանաս հրապարակել։ Դրա համար այդ առումով շատ տարբեր են։ Իսկ տեքստային ավելացնում եք։ Տեքստային ինչի նկատում եք։ Ձեզ մոտ վիդեո է, իսկ օրինակ համար վիդեոից տակ միշտ voice-over անում եմ ու շատ տարօրինակ եւ հետաքրքիր օրինաչափություն կարող եմ առանձնացնել։ Մեր աուդիտորիան հայկական լսարանը շատ է սիրում լսել խոսք։ Ես ժամանակին բացարձակ չէի խոսում բլոգում։ Այսինքն ինձ համար storytelling-ը կամ պատմությունը երաժշտությամբ էր պատմում։ Քանի որ ես ունեմ նաև երաժշտական կրթություն, ինձ համար դա շատ ինքնարտահայտման կարևոր ձև էր, տարբեր թե ազգային երաժշտություն, թե դասական երաժշտություն, լավ որակյալ երաժշտությունով պատմել ինչ որ պատմություն, որը չգիտեմ, նաև վիզուալ ես դու տեսնում, բայց շատ տարօրինակ ձևով այն վիդեոները, որոնք որ ունեն խոսք շատ ավելի լայն տարածում են ունենում, քան միայն երաժշտությամբ։ Դա աբսուրդ է։ Չէ, աբսուրդ չէ, գիտեք, ասեմ, բացատրություն կա։ Ինչի համար ես բացատրություն ունեմ, որովհետև մարդկանց ասում են ստատիստիկորեն, մարդկանց մեծ մասը առանց ձայնի է լսում։ Չէ, դու կոմոդ ինչ տարբերակ կա Սուսանա ջան։ Ես կարծում եմ, որ ավելի հանրամատչելի է դառնում, երբ որ դու բացատրում ես նաև ինչ ես անում։ Առանց ձայնի են լսում, ես այդ ֆենոմենը չեմ հասկանում։ Ես չգիտեմ առանց ձայնի, օրինակի համար, եթե ես որոշեմ ինչ որ մի բան պատրաստեմ, կա վիդեո ու կա ձայնային, ես ժամանակ առ ժամանակ լսելով ինչա պետք անել, չեմ բան անում, չեմ կտրվում իմ աշխատանքից, այլ շարունակում եմ ձեզ լսելով ինչ որ բան անել, որ դրա համար աուդիոն նաև շատ կարևոր է ստացվում։ Մարդիկ աչքերով են նայում, լսում են, չէ, ու այդտեղ դու երկուսն էլ համատեղում ես, դեմը դրել ես, եթե նույնիսկ ինչ որ ակնթարթ դու էկրանից կտրվեցիր, դու մեկը շարունակում ես լսել ու այդ գործողությունը անել։ Դրա համար ինձ թվում է արդյոք դա YouTube-ի օրինակ դեպքում կիրառելի չի, բայց սոցցանցերը այն 15-30 վայրկյանանոց վիդեոներում դնես, իրականում մենք խոսում ենք այն սոցիալական ցանցերի ֆենոմենի մասին։ Ես էլ YouTube-ը շատ հաճախ գործ եմ անում ու լսում եմ ինչ-որ ոդկաստ կամ բան ու չեմ նայում վիզուալից։ Ես նկատում եմ, եթե դուք պատմում եք ոնց ես պատրաստեմ օրինակի համար լոլիկով ձվածեղը ձեր տարբերակով ես համ նայելու եմ, համ լսելու եմ դուք ինչ եք ասելու, որովհետև դուք ինձ նոր ինֆորմացիա եք տալու։ Դրա համար ինձ թվում է դրա այդ ապաճառը։ Դա Հայաստանում է դեպ այդպես։ Դրսում ես նայում եմ այլ վիդեոներ, երաժշտություն, առանց որևէ բառ, շատ լավ աշխատում են, շատ հետաքրքիր է մեր, հենց այդ եմ ասում, մեր լսանն իդեպ շատ հետաքրքիր սպეციფიկաներ ունի, ու երբ որ դու սոցիալական ցանցերում որոշակի ակտիվություն ես ցուցաբերում, նաև անգլերեն behavioral psychology ասվածը կա, վարքային պսիխոլոգիա, հա, հոգեբանություն, շատ հետաքրքիր է, որ մեծ ստատիստիկա, մեծ թվերի տեսանկյունից ուսումնասիրում ես, թե մարդկանց ինչա դուր գալիս, ինչի երբեմն նենց բաների վրա են ռեակցիա տալիս, որ կարող եք օրինակ բերել, որն է ամենազարմացնող հարցը եղել կամ գուցե դիտարկումը։ Ոյ մենք շատ կենցաղային ենք, աննկարագրելի կենցաղային ենք։ Ինչի ինձ ուղղակի չգիտեմ հունից հանում, որ դու ուզում ես օրինակ
կենցաղ ընդհանրապես չլինի, դու ինչ որ ասելիք ունես, մարդկանց ինչ որ բան ես ասում, մեկ էլ, չգիտեմ, հասարակ տուն մաքրելու, ինչ որ հեքերը կամ չգիտեմ, դարակ դասավորելու կարող են շատ ավելի լուրջ ստատիստիկ տվյալներ ունենալ, քան քո այդ ինֆորմատիվ ինչ որ իրոք ինչ որ մի բան տվող ու դա մեզ շատ հատուկ է։ Բեֆրոնը իսկ այս պահին մեզ լսող ռադիո ունկնդիրները գուցե մտածեն կարճ այսօրվա համար մի բաղադրատոմս, որը նաև ձեր բացահայտումն է։ Ինչ որ աղբյուրից գտել եք, հայկական է կամ հայկական չէ, համեղ է, օգտակար է, առողջարար է։ Այս վերջերս իրականում այդ բաղադրատոմսը ես 2 տարի առաջ էի առաջին անգամ պատրաստել, բայց այս վերջերս նորից անգամ նկարահանեցի, որովհետև հրաշալի մի բան է, մուսալեռան զեյթունով հացը։ Այդ մոռացեք այդ պիցաների, իրականում այդ լոշիկներն են միջուկով ու իդեպ հայկական շատ բաղադրատոմսերին երբ որ նայում եմ, հասկանում եմ, որ լիքը բաներ, որ մենք մտածում ենք եվրոպական, չգիտեմ, էսա այնա, բարձում է հայկական խոհանոցում դրանք եղել են։ Ինչ որ վարիացիայով, բայց եղել են։ Այդ լոշիկների վրա միջուկով տարբերակն է ու ինչի մուսալեռան, որովհետև մուսալեռան այդ տարածքում զեյթուն է աճել։ Ու երբ որ մարդիկ զեյթունից քամել են ձեթը, այդ բանը միջուկը կամ այդ մնացորդները չթափելու համար խմորի հետ հունցել են ու հաց են թխել։ Աննկարագրելի համով մի հատ բան է, պարզ էլի, զեյթուն, չգիտեմ, սոխ, կանաչիներ, մի երկու բան բացարձակ ինչ որ բարդ բան չի։ Հացի խմորի։ Դե ես օրինակ թթխմորով հացի ջատագով եմ, բայց մարդիկ հանգիստ կարող են դրոժով էլ սարքեն, ընդհանրապես լոշիկի վրա այդ միջուկը քսում են, թխում են ու մի հրաշալի բան է ստացվում։ Մենք սկսեցինք մեր զրույցը ձեր տատիկից։ Տատիկից ինչ է, ինչ եկավ ձեզ, ինչ դուք պատրաստում եք, ինչով է ձեզ այդ կիսվել։ Ես իմ տատիկին չեմ տեսել։ Իմ տատիկը 8 տարի առաջ մահացած եղել, երբ որ պապաս ամուսնացել է։ Բայց իր մասին պատմությունները այնքան վառ են, որովհետև ինքը շատ ֆենոմենալ անձնավորություն է եղել։ Շատ բարի դեպ եւ շատ առատաձեռն ու բոլոր այն մարդիկ, ովքեր իրան ճանաչել են, միշտ այնքան լավ ու դրական ձևով են արտահայտվել իր մասին, որ թե նույնիսկ այդպիսի հարց ինձ մի քանի հոգի իմ կյանքի ընթացքում տվել են, թե արդյոք վատ չես զգում, որ ինչ որ շատ հազվագյուտ անուն ունես եւ այլն, ինձ մոտ երբեք նման անգամ մտքի ծայրով չի անցել, որ ես վատ զգամ, որովհետեւ միշտ ի սկզբանե այնքան հարգանք ու սեր ա եղել այդ տատիկի նկատմամբ, որ նույնիսկ ես չեմ տեսել, որ ինձ համար դա ինչ որ հպարտության նման մի բան ա եղել, որ ես իր անունն եմ գրում։ Իսկ նման եք արտաքինով չէ, կարծում եմ չէ։ Ինչքան որ ես նկարներով տեսել եմ, ինքը շատ ավելի բարձրահասակ, հետաքրքիր կին ա եղել, ես ավելի շատ մամայիս եմ նման։ Այդ դեպքում այդ հարցի շարունակությունը, իսկ չեք ուզում ձեր տատեին նվիրված մի ուտես ստեղծեք։ Ստեղծեմ։ Այո, ինչու ոչ։ Չեմ մտածել, բայց դուք հենց նորից տվեցիք։ Իրականում եք ընդհանրապես ձեր ստեղծած բաղադրատոմսերը։ Ես շատ եմ սիրում էքսպերիմենտներ անել, հա։ Նաև անընդհատ որ ուսումնասիրում եմ, բացի ազգայինից ցանկացած բան որ տեսնում, ես ընդհանրապես չեմ սիրում բաղադրատոմսով պատրաստել։ Տեսա, սկսում եմ արդեն ինքս ինչ որ բաներ ավելացնել, այո, ինձ համար խոհանոցը ինչի եմ ես հանգստանում, որովհետև երբ դու մտավոր աշխատանք ես անում, շատ ինչ որ մի բան պիտի լինի, միշտ իրականում հոգեբանության մեջ էլ դա հայտնի ինձ թվում է գաղափարը, որ հոբբի պետք է ունենալ, որի ժամանակ դու ամբողջությամբ կտրվում ես քո հիմնական աշխատանքից, այ խոհանոցի մասնավորապես օրինակ հաց թխելու process-ը ինձ համար շատ մեդիտատիվ գործողություն է, հատկապես հենց թթխմորով հացի, որտեղ տեղ պետք է համբերություն, ես արդեն 3.5-4 տարի թխում եմ, նոր սկսել եմ հասկանալ, որ ինձ մոտ իրոք լավ հաց է ստացվում, չնայած միշտ է ստացվել, բայց այդ կատարելագործվելու, ինչ որ նրբություններ հասկանալու, չգիտեմ, հիդրացիա եւ այլն, իմ ովքեր որ մի քիչ ծանոթ են կհասկանան ինչի մասն է, այնքան հետաքրքիր process է, ես այդ ժամանակ հանգստանում եմ, ամբողջությամբ կտրվում եմ կենցաղից, աշխատանքից, նույնիսկ խնդիրներից, երբ որ ինչ որ խնդիրներ կան ու ամբողջությամբ տարալուծվում եմ այդ process-ի մեջ։ Ինձ համար այդ խոհանոցային այդ թեմաները շատ հանգստացնող են։
Իսկ որպես հետադարձ կապ օտարազգի հետևորդներ ունեք եւ արդյոք հետաքրքրվում են հայկական Ունեմ իհարկե, հատկապես վերջերս, երբ որ շատ, ինձ մոտ դա ինչ որ երևի ալգորիթմերի գեոլոկացիայի փոփոխման հետ է կապված 2022-ից ESCOM բավականին շատ ռուսներ միացան էջին։ Իդեպ, երբ որ ես ամենասկզբից իհարկե բլոգ չէի վարում, ռուսերեն էի գրում, երևի այն ժամանակ նաև շատ էի ռուս բլոգերներին հետևում ավելի շատ քան հայ բլոգերներին, դա մինչև 2020-ների դեպ, բայց բլոգ չէի վարում, ուղղակի 1000-ից մեկ կարող ինչ որ լուսանկարներ անեի, որովհետև լուսանկարիչ իրականում ամեն ինչ սկսվել է հենց լուսանկարչության նկատմամբ սիրուց։ Լուսանկարչության մեջ կա flat lay կոչված ուղղությունը, երբ որ դու ինչ որ կոմպոզիցիաներ են հավաքվում, ոնց որ նատյուրմորտը նկարում ա ձեռքով նկարիչը, դա էլ լուսանկարչության մեջ ինչ որ ուղղություն է, ու ինձ դուր էր գալիս ուղղակի ինչ որ այսքան ուտելիքի հետ կապ չունեին ուղղակի նկարել։ Այդ ժամանակ ռուսական աուդիտորիա բավականաչափ ավելացավ եւ 2022-ից հետո, երբ որ ինձ թվում է իրանք ուղղակի տեղափոխվեցին այստեղ ու սկսեց իրանք մոտ ավելի շատ հայկական կոնտենտ ցույց տալ, այդպես նաեւ հայտնվեցի իրանք ինձ թվում է բաների հետևող բլոգերների շարքին։ Վերադառնալով նորից մեր հաղորդման սկզբին, երբ որ ես հարցրեցի ամենասիրած ուտեստը, դուք ասացիք դե տենց չկա, բայց մի հատ սենց հարց ձեզ տամ պրովոկատիվ։ Եթե դուք հնարավորություն ունենայիք ավելի շուտ ստիպված լինեիք ընդամենը մեկ ուտեստ ուտել ամեն օր, որը կլներ դա։ Դա կլիներ իմ առողջության վերջը։ Ինձ թվում է չկա։ Որից չէիք հոգնի կամ շատ երկար ժամանակ չէ։ Ինչից կհոգնեի։ Ամեն ինչից կհոգնի։ Ամեն ինչից, այո։ Որովհետև ցանկացած լավ բանից կարելի է հոգնել, եթե բազմազանություն չկա։ Ես ընդհանրապես սիրում եմ բազմազանություն։ Լինելով պահպանողական, շատ տարօրինակ բան ասեմ, լինելով պահպանողական անձնավորություն, ես այդպես եմ համարում, ես ավելի դասական դաստիարակություն եւ դասական բնավորություն ունեմ, ես սիրում եմ փոփոխություններ, որովհետեւ փոփոխությունները ուղեղի մակարդակով մարդուն թարմ են պահում։ Եթե դու անընդհատ նույն բանն ես ուտում, անում, դու ինչ որ ժամանակ հետո կդեգրադացվես։ Իսկ մեր տարիքում դա անխուսափելի է։ Շնորհակալություն, շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ լավ տրամադրության որքան պոզիտիվ մարդ է։ Իհարկե, ու մենք բոլոր մեր ռադիոլսողներին ցանկանում ենք, որ դուք լինեք, ոնց ասեցիք, Առողջ չէ, ամենակարևորը չլինեք շատ հասարակ ու լինեք բազմազան։ Ամեն օր։ Շնորհակալ եմ։